նկատվում միայն 1-0 հաշվով Գոր Մանվելյանի 11 մետրանոցից խփված TV Premium փաթեթին։ Արարատի դարպասը պաշտպանում է երիտասարդ Անդրանիկ Մարտիրոսյանը 71 համարի մարզաշապիկով նա Ալաշկերտի դեմ խաղում նորամուտը նշեց ֆաստ տեսուչը Արշակ Կնյազյանն է պատվիրակը Մուշեղ Ադամյանը խաղի ընթացքին էլ ցեզ օգնում է հետևել Սուրեն Մելիքսեթյանը Արարատը սկսել կանտենհանում է գնդակը Տուգանային հրապարակից Էրալ Չինարի Ձախ է ուղարկում, որտեղ Վիրջիլ Պինսոնն է, Պինսոնը եւս այդքան է լավ մարզավիճակում չէ Գոր Մանվելյան, շատ վտանգավոր էր Պինսոն, 2025 թվականին Պինսոնը գոլի հեղինակ չի դարձել, որը երկրորդ խաղն անընդմեջ Նոայի մեկնարկային կազմում է, Դոմբիլան լավ է պաշտպանվում, Մուսականտեն և Կալիֆալա Դումբյան ավելի շատ կենտրոնում են, Լավն է շանցումը և շատ վտանգավոր հարված չի ավարտվել գրոհը Էրալ Չինարի Մաղլակյանը նահանջել է օգնում է պաշտպաններին Ամբարձումյան Առաջ է շարժվում փոխանցում բարձրից շատ լավն էր փոխանցումը բայց ցուցանիշը Չինարին թողնում է գնդակը Ուլադոմարին հրաշալի փոխանցում էր և գոր մեկի մոտ Վիրջիլ Պինսոն Առաջ է շարժվում Պինսոնը մտավ Տուգանային հրապարակ պատխաղարկում Պինսոն ինչ դիրքից չի գրավում դարպասը Անհաջող է դասավորվում խաղը Արարատի համար վնասվածքների առումով Պինսոնը Էլդեր Ֆերեյրան և Իմրան Ուլադոմարը դարձան գոլի հեղինակ Հիմա Չինարին սլանում է առաջ Ուլադոմար կենտրոն է ուղարկում Բարձրից փոխանցում ու դարպասապահը այդքան Բարձրից փոխանցում, անցավ Պինսոնի փոխանցումը Գրեգորիո և փրկում է դարպասապահ Անդրանիկ Լավ, փոխանցում էր Պինսոն, Ալբերտ Խաչումյան Վտանգավոր է ու երրորդ հնարավոր Ուլադոմար կրկին Գուդմունդուր Տորարինսոն Հարված բաժին ասավ դարպասապահին ու եւս մեկ վտանգավոր գրող Գրեգորիո եւ Վիրջիլ Պինսոն բարձրից փոխանցում եւս մեկին լավ մարզավիճակ է ավակել Պինսոն Վիրջիլ Պինսոն հեշտությամբ անցավ մրցակ Պինսոն գեղեցիկ խաղարկում Գուդմունդուր Տորարինսոն հարված այս անգամ էլ բայց երկրորդ ալիքն է զարգացնում Նոան Այս գրոյին, Ամբարձումյան, Գրեգորիո Բարձրից, հետևեց փոխը, մանավանդ, որ մի քանի անգամ էլ լավ գործեց առաջին խաղակեսում Ցին Իմրան Ուլադոմար, փոխանցում Գրեգորիո, կրկին կելվա Սպարվեց նաև ավելացված ժամանակը Պինսոն ու բրավո Բարձրից փոխանցում, արված Մուրադյան Արվածի ճանապարհը Վիրջիլ Պինսոն Եվս մեկ հարված այս անգամ Նոայի ֆուտբոլիստներին Տեսեք ինչ անցում է ձեռնարկում ինչ տարածություն ունի Ամբարձումյանը կենտրոն է ուղարկում եւ Անդրան Մուսականտե եւ Յանետեկին կրկին շատ լավ է դիմավորում դաշտի կենտրոնում Սիլվա եւ տեսեք ինչ գոլի հեղինակ է դառնում Գոնսալո Սիլվան Նա այդքան լավ փոխանցումներ էր կատարում առաջին կեսում թիմակիցները չէին կարողանում գրավել դարպասը առնվազն երկու նմանատիպ փոխանցում կատարեց, բայց այս անգամ թիմակիցներից մեկի կատարած փոխանցումն է նման գեղեցիկ գոլով եզրափակում փորձառու կենտրոնական պաշտպանը Սպասենք կրկնապատկերին Էրալդո Չինարին կամ Էրալ Չինարին, չգիտեմ ինչպես արմար է կատարեց այս փոխանցումը հերթական ասիստը ալբանացի ֆուտբոլիստի ակտիվում եւ Սիլվան հայտնվեց մի կետում, որտեղ սովորաբար հայտնվում է Գոնսալո Գրեգորիոն ու շատ ավելի լավ եզրափակեց Նոայի 37 համարը Երկրորդ խաղակեսի մեկնարկում առաջ է անցնում հաշվի մեջ Նոան գոլով է աչքի ընկնում
Խլում է գնդակը Արատը, Կիասբա, ասրեց պակել դիրքը Մուրադյանը, Գոր Մալաքյան, տեսնում է գնդակը Վիրջիլ Պինսոնը և ևս մեկ հակագրո Նոայ ֆուտբոլիստների կողմից, առաջ է շարժվում ֆրանսիացին, կենտրոն ուղարկեց Չինարի, 2-0 հեռաց Չինարի, գոլային փոխանցմանը ավելացնում է նաև գոլ հերթական, արդյունավետ գործողությունը 16 գոլ, 10 գոլային փոխանցում, 26 արդյունավետ գործողություն ունի Էրալ Չինարին և արդյունավետությամբ զիջում է միայն Գոնսալո Գրեգորիոին։ Շատ արագ Նոան խփում է իր գոլերը երկրորդ կեսի մեկնարկում, առաջին խաղակեսում այդքան շատ պահ ունենալուց և գոլ չխփելուց հետո։ Պինսոնն էլ ամեն ինչ լավ արեց, ժամանակին հասցրեց փոխանցում կատարելի դեպ գրեթե հասել էր գնդակին Վոլոդիա Սամսոնյանը, բայց սա անկման արդյունքում չկարողացավ վերացնել այն և Ռուի մոտ անգոհ է իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից, երկրորդ կեսի մեկնարկում իհարկե Նոան շատ ավելի լավ է գործում, առաջին հերթին հենց պահերի իրացման առումով, այնպես չէ Դոմարը Բայց բարձից փոխանցում է կատարում պաշտպանը, հարված, Պինսոնն էլ տուգանային հրապարակում է, Իմրան, Պապուկ փոխանցում, Մանվելյան, բայց Ալբերտ Խաչումյանը մեկական դարտ ավելի շուտ հասավ գնդակը, առաջ է շարժվում, փոխանցում կենտրոն, իցի կիսադաշտում է Նոան, լավն էր փոխանցումը, Պինսոն, Վլադոմար, Պինսոն, մտավ տուգանային հրապարակ, Պինսոն, Պապուկ փոխանցում, Ամբարձումյանը կարծես արագ գնդակը վերադարձնում է և սկսում սուրճ գրո ձեռնարկել, Մանվելյան, Գոր Մանվելյան, չնար ժամանակ բացակայում էր, վերադարձավ Գանձասարի դեմ, մոտավորապես 12 րոպե խաղաժամանակ ստացավ Գրեգորիու, դադար է պահում, շրջվեց Գրեգորիուն, Մանվելյան, գեղեցիկ էր, Ալեքսանյանը խանգարեց, Պինսոն, Վիրջիլ Պինսոն անդրադարձու, ենք այսօր, ինչպես կդրսևորի երիտասարդայի ֆուտբոլիստը, նրան շատ են վստահում աստիճանաբար, ավելի շատ խաղաժամանակ են տալիս ու մի անգամից արված հետ քաշելու մրցավարը թույլ տվեց շարունակել գրոհը, Սանգարե, Գուստավո Սանգարե, կրկին Սանգարեն է գնդակով, Պինսոն, ևս մեկ հարված, Երկե դա սկայական է, մրցաշրջանի վերջին հատվածում, Ալեքսանդր Ալեքսանյան, և Բրունո Ալմեյդա մտավ տուգանային հրապարակ և հաշիվը դառնում է 3-0 ու Գոնսալո Գրեգորիոն է դառնում գոլի հեղինակ։ Պորտուգալական տանդեմը աշխատում է, Գրեգորիոն հերթական գոլն է խփում, այսօր շատ տանջվեց այդ գոլը խփելու համար, նրան օգնության ասավ հայրենակիցը։ 20-րդ գոլը Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում և 27-րդը բոլոր մրցաշարերը ներառյալ։ Նաև փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների դերը Մենդոզան թողեց գնդակը Բրունո Ալմեյդային, վերջինս թեթևությամբ մտնում է տուգանային հրապարակ ու ճշգրիտ փոխանցում հասցնում Գոնսալո Գրեգորիուին, Նոա Արարատ 3-0, իսկ հանդիպման ավարտին շատ քիչ է մնացել, գրեթե կասկած չի հարուցում, Նոայի հերթական հաղթանակը, արժանի հաղթանակը և Ռուի մոտանել, իհարկե ֆուտբոլիստները երկրորդ կեսում ու տրամաբանական է, որ հենց երկրորդ կեսում գնացին գոլերը, Գրենիկ Պետրոսյան, գոլի դրվագում, Ալմեյդա, Բրունո Ալմեյդա, խաղարկում են, Խուդավերդյան, արված, կրկին Գրենիկ, Պինսոն, բարձրից, փոխանցում Գրեգորիու, Սուլում է Հովանես Կալանթարյանը, Մալաքյան,